Շվեդիայում 16 տարեկան աղջկան բռնաբարել է էմիգրանտը եւ ոչինչ չի պատահել։ Դեպքը տեղի ունեցել Շվեդիայում 16-ամյա աղջկան Մուհամեդը, ով նույնպես անչափահաս է, նրան բռնաբարել է ու վերջ։ Երբ որ աղջկա ծնողները դիմել են դատարան, ոստիկանություն, որպեսզի գործ հարուցվի, գործը հարուցվել է, բայց պատճառը եկել է շատ տարօրինակ։ Պատճառը հետևյալն է, որ ինչու Մուհամեդին չեն նախ արտաքսել երկրից, երկրորդ հերթին ինչու Մուհամեդին չեն ձերբակալել։ Շատ պարզ։ Առաջին հերթին Մուհամեդը ուներ բոլոր լեգալ փաստաթղթերը, որպեսզի ապրեր Շվեդիայում։ Okay, այդ փաստը անցանք առաջ, ինչի չեն ձերբակալել ու դատել տղային։ Ըստ շվեդական օրենքների, սեռական ակտը, այսինքն այդ բռնաբարությունը շատ կարճ է տևել, դրա իսկ պատճառով աղջկան չեն կարող համարել բռնաբարության զոհ։ Աղջկան համարում են ինչ-որ չափ բռնաբարության զոհ, բայց օրենքը, քանի որ շատ կարճ է, հա մի քանի րոպե, մի քանի վայրկյան այդ տղեն ավել չի բռնաբարել, այսպիսով գործ չի հարուցվել ու տղամարդուն չեն ձերբակալել։ Սա շատ հետաքրքիր դեպք է, մանավանդ Շվեդիայի հետ կապված, որ ինքը զարմացել է, կոմենտներում բոլորը գրում էին, որ շատ անապահով են իրենց զգում, լիքը աղջիկներ նույնպես սկսեցին տարբեր դեպքեր պատմել, հենց էմիգրանտների հետ կապված, փաստը մնում է այն, որ ոչինչ շվեդական կառավարությունը սրա հետ կապված չի անում։ Մեկնաբանությունում կարող եք կիսվել ձեր կարծիքով, ես ուղղակի խոսքեր չունեմ, այս ամենը ինձ մի պահ տեղափոխեց Ամերիկա, ինձ թվում էր, թե դեպքը Ամերիկայում է տեղի ունեցել, ոչ թե Շվեդիայում։